մեզ կարող եք հետևել Հայելի ակումբի եւ Անժելա Թովմասյան YouTube-յան էջերով, իմ յուրն է ավանդույթի համաձայն Հայկ Նահապետյանը, բարև ձեզ պարոն Նահապետյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար, շատ հագեցած շաբաթ էր անցած շաբաթը, բայց ինչպես երևի նախորդ շաբաթները եւ Կիրակի առավոտը մեզ համար իսկ Միացյալ Նահանգներում երեկո էր, տարածվեց այն, որ մահափորձ է տեղի ունեցել Միացյալ Նահանգների նախագահի նկատմամբ, այնուհետևացին Սպիտակ տան ընթրիքի ժամանակ կրակոցներ արձակած անձը բազմիցս խնդիրներ է ունեցել կյանքում, բազմաթիվ խնդիրներ է ունեցել, հանդես է եկել ընդդեմ քրիստոնեության, հայտարարել է Թրամփը, ես լավ եմ, շատ առումներում շատ տխուր երեկո էր, ասել է Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում, նա հավելել է, որ Մելանի Թրամփը, որը նույնպես ներկա էր ընդունելությանը, իրեն լավ է զգում։ Եթե հարկամար է, կարող եք այս թեմայի մասին էլ խոսել, բացի այդ, ինչ է հայտարարել Թրամփը, որ Իրանի հետ պատերազմը շատ շուտով կավարտվի եւ մենք մեծ հաղթանակ կտանենք, հայտարարել է Դոնալդ Թրամփը, Իրանը մոտ 3 օր ունի միջև նրա նավթային ենթակառուցվածքները կպայթեն, հուսով եմ մենք ստիպված չենք լինի ռազմական գործողություններ սկսել իրանական ուժերի մնացորդների հետ, մենք միջուկային փոշի կվերցնենք իրանցիներից եւ դա մեր բանակցությունների մի մասն է։ Թրամփի ընթրիքի ժամանակ կրակոցներ արձակած Քոլսլենը գրավոր մանիֆեստ է հրապարակել, որում ուրվագծվել է ԱՄՆ վարչակազմի պաշտոնյաների վրա հարձակվելու ծրագիրը, հայտնել է Fox News-ը։ Այնուհետև ուշագրավ է այն, որ այսօր արդեն Ռուսաստանի Դաշնությունում է Իրանի արտգործնախարարը, նախատեսվում են հանդիպումներ, քննարկումներ, այո։ Անցած շաբաթ նաև 4-րդ տարին էր քաղաքացին եւ արդարությունը Հայաստանում Սոնա մահվան 4-րդ տարին էր լրանում։ Ես կարծում եմ, որ մենք նաև սրա մասին կխոսենք։ Բայց նաև ցեղասպանության 111-րդ տարին էր եւ հաջորդ օրն էլ տոն էր նշում փողոցներում խորոված փարթի կամ լափելու փարթի, այդպես չէ կարելի է, երկուսն էլ շատ համահունչ է կամ խորոված փարթի կամ լափելու փարթի, կարծում եմ վռնդելուց հետո այդպես մի տողով ինչ որ մարդիկ կհիշեն, էլի լափելու փարթի օրուն էր այս ժողովուրդը եւ մարդիկ գնում էին լափելու, ուղղակի շատ դժգոհ էին, պարոն Նահապետյան, երևի դուք էլ նկատեցիք, որ շատ դժգոհ է, որտեվ հերթական անգամ Նիկոլը խաբել էր մեր հայրենակիցներին։ Դե հիմա ասենք մարդը խաբում էր, ասում էր ես եկել եմ դրախտային երկիր, մարդը խաբում էր, ասում էր դուք բոլորդ հիշում եք, մարդը իսկ սկզբում ասեց դուք բոլորդ վարչապետ եք, խաբեց, հետո ասեց բոլորը թախտերի վրա նստած եք լինելու, ձեզ այդ հարստությունները վերցնելու եմ, բերելու եմ, բաժանեմ, խաբեց, հետո ասեց սիրելի հայ ժողովրդի, ձեզ սիրում եմ, հետո խաբեց, սկսեց միայն ստորացնել ու թալանել, հետո հայտարարեց սիրելի արցախցիներ, Անայի հետ միասին, մենք ձեզ սիրում ենք, հետո Արցախը հասցրեց ցեղասպանության եզրին եւ հայաթափեց, հետո սյունեցիներին էր պարզում է սիրում, հետո սյունեցիների գլխի վրա բերեց կանգնեցրեց թուրքերին կանգնեցրեց այդտեղ, հետո ջերմուկի ժողովրդին էր սիրում, հետո վերեց այնտեղ կանգնեցրեց թուրքերին, հետո պարզվեց Սյունիքեն մյուս գյուղերի ժողովրդին է շատ սիրում, բայց չգիտես ինչի իրենց արոտավայրերը վերցրեց եւ տվեց թուրքերին, հետո պարզվեց Գեղարքունիքի ժողովրդին է շատ սիրում, սիրուց մղված իրենց հողերը վերցրեց տվեց թուրքերին, հետո պարզվեց որ Տավուշի ժողովրդին է շատ սիրում, հետո Տավուշի ժողովրդի հողերը վերցրեց եւ տվեց թուրքերին, սիրելիներս ինքը հիմա շատ է սիրում երևանցիներին, մյուս տարածքների հայերին, այնպես որ համբերեք, եթե ինքը հանկարծ Աստված մի արարծե մնա իշխանության, այդպես մեծ սիրով ամբողջ հայկական տարածքները կտա ադրբեջանցիներին, մեզ էլ մեր տներից կվռնդեն, բայց թե ինչ ուղղությամբ են ուղարկելու, այդ արդեն մեծ հարց է, որտեղ արցախցիները տեղ ունեին, բայց իրենք մենք, ես չգիտեմ, ինչ տեղ ենք ունենալու, ինչ տեղի ունեցավ քաղաքացի օրը, դի խնդրեմ սա մեկնաբանեք եւ 2 կադրեր կա այդտեղից, շատ ուշագրավ է թե ինչպիսի, դե ինքը ինչպես որ կա, այդպիսի քաղաքացիներ էլ իրեն շրջապատել են եւ ինչ քաղաքացիներ էին իրեն շրջապատում, խնդրեմ։ Կենցաղում եթե նայենք 2 անձի միջև, եթե աշխատանքային կամ մարդկային հարաբերություններ
են ստեղծվել եւ անձերից մեկը մի անգամ տված խոստումը չի կատարում կամ խաբում է, այսպես ասենք, այդ ժամանակ խնդիրը իրականում խաբողինն է։ Երկրորդ անգամ եթե ստախոսը խաբում է դիմացինին, արդեն խնդիրը խաբողինը չի, խաբվողինն է։ Այո։ Հիմա դուք մի շարք դեպքեր թվարկեցիք, որտեղ Նիկոլի տված խոստումները առ ոչինչ են, ինքը չի կատարել իր խոստումը, հավաքական առում է ժողովրդին տված եւ ժողովրդի ինչ որ մի մաս եւս հավատում է։ Սա այդ հավատացող ժողովրդի խնդիրն է, արդեն խաբողինը չի։ Խաբողի մոտ դա մարտավարություն է, իր կառավարման կարևորագույն գործիքներից մեկը մանիպուլյացիան է։ Պարոն Ապետյան, այս անգամ մի փոքր ազնիվ է, գիտեք, չէ, այն որ ինքը 4 պատերազմ վերել է եւ հաջորդ պատերազմն է վերելու եւ Հայաստանի ոչնչացնալն է տանելու, դա պարզ է, բայց մյուս կողմից ինքը իր ծրագրում օրինակ մի դրվագով անկեղծ է։ Ինքը այդ ծրագրային այդ կետերում ակնհայտ է, որ ինքը ինչ է անելու հայ առաքելական եկեղեցին, հիմնարար ոչնչացնելու է, ճիշտ է, ասում է, չէ, դրա մասին։ Հետևաբար չի ոչնչացնել, փորձելու է։ Իր ծրագրով, իր ծրագրում դա կա անելու է։ Հետևաբար, եթե որևէ մեկը գնալու է եւ իրեն ձայն է տալու, նշանակում է, որ դուք, եթե 21-ին ինքը խափում էր դրա մասին չէր խոսում, հիմա շատ կոնկրետ ասում է, նշանակում է դուք գնում եք ինքներդ Աստծու դեմ, հայ առաքելական եկեղեցու դեմ, հայ ժողովրդի դեմ, նրանք ովքեր որ պատրաստում են ընտրություններին չգնալ, կամ պատրաստում են ընտրություններին գնալ եւ Նիկոլին ձայն տալ, հետո չասեք որ մենք սրա մասին չգիտեինք։ Որտեւ 21-ից առաջ ինքը ասում էր ես բերում եմ խաղաղություն, չէ՞, դուք ձեզ դուր եք գալիս խաբվել, գնացիք խաբվեցիք, բանինքը ասում էր ես պահելու եմ Արցախի տարածքները, ճիշտ է, ինչ էր գրում իր ծրագրում։ Այդ ամեն ինչ ինքը խաղաղություն էր բերում, Շուշի էր ազատագրելու, տեսակ որ խաբել է։ Հիմա այդ առումով ինքը տեսեք ինչ է անում։ Մի փոքր ավելի անկեղծ է, էլի եկեղեցու պահ, ասում եմ գալու եմ հիմնահատակ, մնացած հարցերում ինքը խաբում է, բայց այս հարցում անկեղծ է։ Ուրեմն որևէ մեկը, եթե կհամարձակվի գնալ իրեն ձայն տալ, թող այս գլխից իմանա, որ ինքը գնում է իր շիրիմների դեմ, իր պատմության դեմ, իր հայրենիքի դեմ, իր Աստծու դեմ, ինքն իր դեմ, մարդկության դեմ, որտեվ Աստված ինչ է, Աստված առաջին հերթին սեր է։ Եվ բարություն ու բարոյականություն է։ Եթե դու գնում ես սիրո, բարության եւ բարոյականության դեմ, դու առաջին հերթին գնում ես ինքդ քո դեմ եւ քո եւ նախնիների դեմ եւ քո երեխաների դեմ, էլ չեմ ասում քո հայրենիքի դեմ։ Այդ հավաքը Ամիրյան փողոցում իդեպ մի հետաքրքիր ցուցիչ եւ պարզաբանում եղավ, ցուցիչ եղավ, հավաքված մարդիկ շատ հստակ կարելի հաշվել, թե այդ յուրաքանչյուր տարածքում ինչ խտությամբ եւ որքան մարդ է կանգնած, վստահաբար, դա ասենք 90-95% ճշգրտությամբ կարելի է, առավելս որ այդ թռչող սարքերը անօթաչուները նաեւ նկարում են։ Իդեպ մի հետաքրքիր վերություն կար սոցիալական ցանցում, որտեղ անգամ նշված էր խտությունները տարբեր տեղերը, բեմի մոտ ավելի խիտ, հա, 1 քառակուսի մետրի վրա 3 անց, հետո 2 անց, հետո 1 անց, այդպես հաշված է համերգ եւ դրանից առաջ Ամիրյան փողոց։ Եվ վերջին հաշվով, եթե հանենք այդպես ընտրելու իրավունք չունեցող անձանց երիտասարդությանը այդ հիմնական զանգված ուրեմն իրենք որոնք եկել են համերգի, ուղղակի համերգ են եղել։ Շատ ճիշտ է։ Հիմա երբ որ հանում ենք իրենց, հանում ենք համազգեստով ոստիկանների, հանում ենք անվտանգության եւ ոստիկանության ուժերը, որոնք համազգեստով չէին քաղաքացիականով էին, հանում ենք վարչական ռեսուրսը, շատ հետաքրքիր է այդ վերլուծությունը, բավականին լուրջ վերլուծություններ եւ մոտավորապես հաշված էր, որ 2400 անց քաղաքացի, որոնք եկել են անվճար խորոված ուտելու, բայց իրենք այդ օրը ստացան 3 մատի գործողություն, որտեղ խորոված ոչ միայն վճարով էր, այլև թանկ էր։ Այսինքն մարդիկ զարմացած են, այսինքն այդ գումարով կարող են մյուստեղ ասեն 2 նման բաժին խորոված գնել եւ ուտել։ Այո։ Ահա։ Սա արձանագրում ենք այսպես։ Արձանագրում ենք, որ Այդ էլ ափսոսում պատկերացնում եք, պարոն Աբեցյան, այս մարդկանց միջոցով եկել է իշխանության, այս մարդկանց միջոցով պատրաստվում է շարունակելու կործանել Հայաստանը, բայց այդ մի կտոր միսն էլ է ափսոսում։ Դե հիմա մարդը այդ տարիքում դժվար փոխվի։ Մարդը կայացել է որպես այդպեսի։ Հիմա ինքը հասկանում է, չի հասկանում, դա երկրորդական է, հա։ Հիմա, այո։ Եվ միևս մի կարևոր ի ուրախությունից
Ես երբ որ այդ վերությունը նայեցի, հետո իրականությունը նայեցի եւ հետո այն դժգոհ մարդկանց խոսքը լսեցի, որոնք որ իսկապես եկել էին այդ 2400 որ ասում եմ, դրանց ճնշող մեծամասնություն եկել էին անվճար միս ուտելու։ Ցավոք սրտի իմ ժողովուրդն է, հասկանում եք դուք։ Այսինքն մենք դրա վրա պիտի չուրախանանք։ Մարդը կարիք ունի, ասենք մի անգամ գա այդտեղ կանգնի ուտի։ Եվ իրենց հիասթափությունը շատ ավելի կարևոր էր, երբ որ հրապարակավ տեսախցիկների առաջ իրենք չէին անհարմար զգում, ասում են, այո, մենք եկել էինք, որ անվճար ուտեինք, բայց ոչ միայն անվճար չէր, կրկնակի թանկ էր։ Ոչ մեկ չի ասում, չէ, եկել ենք Նիկոլին հանդիպենք։ Ուրեմն նայեք, այն հիմա տեսեք, ճիշտ է, ձեր մտքերի ընթացքը իմ ասացին լրացնում է։ Մարդիկ խոստովանում են, որ եկել են ուղակի միս ուտելու։ Այդ երիտասարդները, պատաններ, որ եկել են համերգ լսելու։ Մի քանի կիսահարփած անձնավորություններ կային, որոնց անվտանգությունը փորձում էր այսպես ոչ բռնությամբ սիրով հեռացնել, էլի ոնց որ թե պատկեր տեսարան էին բանանում։ Կամ մի երկու հոգի էլ կադր կար, որտեղ դա խմիչքի ազդեցության տակ չէր, թմրամիջոց էր։ Ես իդեպ մասնագետ ուղարկեցի, այստեղ ասես վստահաբար թմրամիջոց էր, մեկն էլ կար, այդպես իրեն երանության հոգերը երկնքում էր եւ այլն։ Այս անձնավորությունը ասես սա թմրամիջոցի ազդեցության տակ է։ Այս թմրամիջոցը։ Հպարտ քաղաքացին է։ Մյուսը, չէ, թող գնա։ Սա երկը։ Այո, շատ ճիշտ ասեցիք, չէ, մի րոպե է։ Մի քանի վայրկյան մնաց։ Թող լավ ուշադիր տեսեք Նիկոլի հպարտ քաղաքացուն, ինչ լապ փարթի, ինչ ասեցի, լապա փարթի։ Հա, այսա։ Այնտեղ երկու հոգի էլ հարբած որ ուզում են դուրս տանել։ Լավ, իսկ Հիմա սա ինչով է կարևոր։ Այսօրվա իրական Հայաստանը մեծ հաշվով Նիկոլ այսպեսին է ուզում տեսնի։ Այն Հայաստանը, որը 88-ի երկրաշարժ տեսավ, շրջափակում տեսավ, Արցախում պատերազմ տեսավ, մեզանից ուժեղ թշնամուն բոլոր առումներով ծնկի բերեց, հաղթանակ տեսավ, եւ այդ ժողովուրդը, որը որ եզակի դեպք է ասեմ, որ 6 տարվա մեջ 88-94 թիվ մինչև հրադադարի ռեժիմը ամեն ժողովուրդ չի, որ բնական եւ արհեստական այդքան արհավիրքներին դիմագրավի կորուստներով ու հաղթական դուրս գա։ Սա եզակի բան եմ ասում։ Մենք մեր արժեքը լավ իմանանք։ Հիմա այդ ժողովրդից փորձում են չարչիների իշխանությամբ, թմրամիջոցի խմիչքի ազդեցությամբ եւ ղզիկների ժողովուրդ սարքել, չի ստացվելու։ Չի ստացվելու եւ դրա լավագույն ցուցիչը, որ չի ստացվելու ապրիլ 24-ին, 25-ին, 26-ին մեր ժողովրդի այդտեղ գնալն է։ Ես հյուրեր եմ ունեցել դրսից, որոնք եկել են 25-ին, հնարավոր չեղե, ինքնաթիռներում տեղ չեղե, մարդիկ 25-ին եկել են, որ գնան ծաղիկ դնեն, ոչ այ իդեպ։ Հայ չեն եղել, իմ ընկերները։ Պատկերացնում եք Էրդողանը, Ալիևն ու Նիկոլը ոնց են ինքնավորվում, այդ որ տեսան թե այդ ինչ հոսք է։ Իրենց ես կարծում եմ ամեն անգամ պարոն Հապետյան ապրիլի 24-ին մոտ ինչ ասես անում է, ոնց ասես խափում է, մեկի տեսնում չէ։ Նորից ապրիլի 24-ին Ուրեմն արձանագրենք հետեւյալը, պատմական հիշողությունը գենետիկորեն մեր եւ արյունով է գալիս եւ կաթով եւ դաստիարակությամբ, դա մի օրում մի միջոցառումով մի ղեկավարով չի հանվի, դա արձանագրում ենք։ Իր ցանկացած քայլ մեզ ավելի է կոնսոլիդացնում, ավելի է իրար կողք կանգնում, վտանգը ավելի ենք զգում։ Այսինքն նման հիմարություններ ինչքան շատ անի, օրը 24 ժամվա ռեժիմով, այս մյուս դաշտի բյուրեղացումը ավելի շատ կլինի, ավելի շատ մարդիկ կլինեն, իսկապես այդպես է, էլի։ Եվ հիմա արձանագրենք, որ այս ապրիլի 24-ը որոշակի առումով տարբերվում էր բոլոր 24-երից, որտեվ իրենք ոնց սկսեցին այս 24-ը, հուշահամալիրը ծիծեռնակաբերդի քանդելով, ավերելով, թուլացնելով, ու եթե ասենք մինչև ժամը 1-ն են տալու, հետո մինչև ժամը 4-ն են տալու, որ մարդիկ չգնան, վեապար հայրապետը գնաց, աղոթք արեց, տեղադրեցին պաշտոնական իրենց կայքում, հետո հանեցին, հետո պարզեց երկու աշխատողի գործից ազատել են այդ առումով, որ իրենք տեղադրել են ի պաշտոնե, հա։ Այսինքն սա ոչ թե Նիկոլի իշխանության ուժի մասն է խոսում, այլ թուլության, վախերի մասն է խոսում։ Եվ այդ ժողովուրդը փաստորեն Թե նրա մասին, որ թուրքերը արդեն իշխանության են նստած։ Մենք վաղուց գիտենք, որ նստած են, բայց սա Ալիևի հետ իշխանության։ Այսինքն երբ որ դու ժողովրդին ճնշում ես ինչ որ մի հարցով եւ
փաստացի արդյունք չես տեսնում, ես նորից եմ ասում, ապրիլի 24-ը եւ 25-ը շատ կարեւոր օրեր, 24-ը մեր վերահաստատումներ, մեր պատմական հիշողության, 1 այդտեղ հո պետությունը չէր կազմակերպել, մարդիկ կամավոր էին, չէ՞, գնում 24, 25, 26 եւ ամսի 25-ը իր կազմակերպած փարթին, որը փայլուն ծախողում ունեցավ, վստահաբար։ Էն էլ լափա փարթի։ Մի լափա փարթի որ կարող եմ չի ասել, որտեղ մարդիկ եկի ասում են եկել են ուտելու։ Ես քանի մարդ ես ասում մենք եկել ենք ուտելու, դուք ճիշտ նկատեցիք, որ այնտեղ պատանիներ, երեխաներ, բան եկել են, դե երաժշտություն է, եկել են, չեն է պատկերացնում ինչը, ինչի, ասենք եկել են։ Եվ հետաքրքիր որ սոցիալական ցանցերում այդ ոչ այդքան խիտ մասնակիցների նկարները մոնտաժվում են եւ այդպես այնպես են նկարել, մոնտաժարել, որ մեզ մի պահ թվում է, թե մարդիկ իրար գլխի կանգնած են, այդքան շատ էին։ Այդ Տարոն Չախոյանի կանտորան անում էլի։ Սա ինչի մասն է խոսում։ Այդ կեղծիկը շատ արագ բացահայտվում է, չէ՞, այնպես չի որ թաքուն անեն եւ տարիներով կեղծիկը մնա։ Սա խոսում է հետեւյալի մասին, որ մեր ժողովրդի ճնշող մեծամասնության մոտ առողջ ընկալումը, բանականությունը, պատմական հիշողությունը, պատասխանատվությունը հայրենիքի, ժողովրդի եւ իրենց երեխաների ապագայի կա։ Սա ուրախալի գործոն է։ 1, երկրորդ, որ մարդիկ երկրորդ չեն վախենում, իրենց կարծիքը շատ կարևոր է արտահայտել, դա ոչ թե Փաշինյանի ժողովրդավարությունն է, այլ մարդկանց մեջից վախը դուրս է եկել։ Ես հիշում եմ, որ ասում է Գանդի ամբողջ քարոզչության մեխը մի վախեցիր, 2 բառ։ Մի վախեցիր հնդիկ անգլիացու ծեծից, բռնությունից, բանտարկությունից, մահանալուց, մի վախեցի։ Երբ որ մարդու մեջից այս արհեստական ճնշման միջոցով վախերը դուրս է գալիս, ավելին մի գլխարկով քաղաքացի այդտեղ Արսեն Թորոսյանին, ինչպես ասում են, անկյուն քշեց։ Կա նաև տեսագրությունը, եւ ինքը շատ պարզ, հանգիստ, նաև մի տարեց պապիկ իր կեցվածքով ոստիկաններ ուղեկցում են եւ բաց ասում էր, ինչ որ մտածում էր։ Սա այս իշխանությունների մասին, թուրքերի մասին, որ ասում էր Թուրքիանով է, Ադրբեջանով է եւ դա նկարվում էր կողքից, այսինքն այդտեղ թվում է թե Փաշինյանի կողմնակիցներն էին եւ որից մեկը հանկարծ բան չասեր, թե չկճնշեին, բայց մարդիկ այնքան པարզ ու անկեղծ ասում են եւ բացարձակապես ոչ միայն ճնշում չկար, այլև այդ մարդու ասացին կար դրվատանք կողքի մարդկանց։ Հետեւաբար սա ինքնին ցույց է տալիս, որ Փաշինյանին մնացել է մեկ գործիք, չկա այդ ժողովուրդ։ Ես որ կես կանտա կես լուրջ ասում եմ Փաշինյանին 1000 հոգ էլ ձայն չի տա, եթե վարչական ռեսուրսին ասեն, որ դուք չեք պատժվի, եթե գնաք ձեր խղճի մտնում։ Բա որ ընտրության օրն ասի խորոված է լինելու։ Ինչպես։ Խորոված է լինելու ասի ընտրության օրը։ Էլ մարդիկ, չգիտեմ, այդ 2400-ից կարող է 240 հոգի նորից հավատան, հույս ունենա։ Ինչև ես ուզում եմ ասել, որ Փաշինյանին մնացել է մեկ գործիք։ Իրապահ համակարգ, վստահաբար։ Ուրիշ բան չի մնացել։ Չէ, բայց եթե ինքը հանգիստ լիներ, պարոն Հապետյան, որ իրավապահ համակարգը իր գործիքն եւ աշխատելու է, հարց եմ տալիս, ինչի 3 փող ոստիկանապետերի միաժամանակ հեռացրեց։ Ինչ որ մեկին խորհրդական մյուսներին հեռացրեց։ Ուրեմն ինչ որ հարցեր իրավունք ունենք, չէ՞, մտածել որ ինչ որ հարցեր ունի, ինչ որ վախեր ունի։ Ես կարող եմ ասել ինչի։ Փաշինյանի եկեղեցու դեմ տարվող արշավը տարուց ավել պետք է ամփոփվեր անցյալ տարի դեկտեմբերի 18-ին հաղթանակով։ Վեհափար Հայրապետի նկատմամբ բռնությամբ, տաճարում, ներսում իրեն հեռացնելով եւ գահը զավթելով։ Տիրոջ գահը, որտեւ այդ խելոքները եւ մինչեւ մա մտածում են, որ ով որտեղ նստի, այդ գահի տերը ինքն է։ Գահի տերը եկեղեցու ստեղծողն է, այս եկեղեցին Վեհափարը չի ստեղծել, եկեղեցին Հիսուս Քրիստոսն է ստեղծել, դա իր մարմինն է, իր տարածքն է եւ իր տունն է տաճարը։ Դեկտեմբերի 18-ին փայլուն ձախողում եղավ։ Եվ ես կարծում եմ այդ 3 անձինք, որոնք որ հեռացվեցին, իմ կարծիքով, մեկինը կարող է այլ պատճառ։ 3-ն էլ պատասխանատու էին դեկտեմբերի 18-ին տաճարի գրավման համար։ Տաճարը չգրավվեց։ Պարոն Հապետյան, բայց գուցե նաև այն գիտակցում իրենց մոտ հասունացել է, որ այլևս Արցախի Սյունիքի հարցը չի Երևանով, ամբողջ Հայաստանով մեկ, այս մարդը պատրաստվում է ադրբեջանցիներ բերել եւ Հայաստան չի լինելու։ Եվ հիմա այդ 3-ի հեռացնելու մասն էր խոսքը, ինչու միաժամանակ։ Հեռացնելու այդ 3-ից գուցե 2-ը գիտակցել են, որ այլևս իրենց տանն են հասել, Ալիևը հասել է իրենց տուն եւ ադրբեջանցիներին բերում է եւ գուցե ինչ որ անհարմար շարժումներ են արել եւ հասկացել են, որ այնտեղ գալիս են տեխնացուներ եւ ուրիշ բան ասեմ, ես կարող եմ ենթադրել, որ
Այդ երեք փոխոստիկանապետին միաժամանակ հեռացնելը դա ոչ թե Փաշինյանի ուժի մասն է խոսում, այլ Թուլության, այսինքն իր ենթակա օղակները իր ապահամակարգը չեն կատարում, ես կարծում եմ դեկտեմբեր 18-ին ես գիտեմ այսպես, հա, ոստիկանության վրա է դրված այդ օրվա օպերացիայի կատարում, ոչ թե ԱԱՑ-ի, բարձեմ ասում, այլ ոստիկանության։ Բայց հիմա մեկ անգամ եւս եկեք ընդգծենք, որ ոստիկաններ, իրավապահամակարգի մարդիկ իմացեք, ոչ թե թաքուն է անելու Նիկոլը այլևս իր ծրագրով հստակ հայտարարեց, արշավելու է հայ առաքելական եկեղեցու դեմ Ալիևի հետ միասին։ Այդպես է թե այդպես չէ։ Այդպես է։ Ծրագրում, այսինքն եթե որևէ մի պատճառաբանություն պիտի գտնեք, արդարացնեք ձեր կրճոնը, ձեր դիրքը, ձեր պաշտոնը, ձեր աշխատավարձը, իմացեք, որ դուք հող, ուժ, հիմք եք տալիս, որ հարցակվի ինքը իրականում ձեր տան վրա։ Որտեւ այդ ադրբեջանցիներին որ բերել է մտցնելու է ձեր տներ։ Իսկ հենց մտան եկան հասան ձեր դռներին, պարզ է, չէ, ադրբեջանցիները ինչ են անում, իդեպ ադրբեջանցիները թուրքերից էլ դաժան են, որտեվ հայատյացություն թուրքական դպրոցներում բան, իրենք ասած անտեսած ունեն, այդ շատ ավելի ուրիշ կերպ է արվում, բայց Ադրբեջանը շատ ավելի բացահայտ է Թուրքիան պետական մակարդակով հայերին այդքան լուրջ չի նայում, որքան Ադրբեջանը նայում է, մենք պոտենցիալ են ժողովուրդ ենք, որը ցանկություն կունենա հետ բերել կորցրած է։ Թուրքիան վստահաբար գիտի, որ որովհետեւ հայ լուրջ չի, որ գնա Արևմտյան Հայաստան հետ բերի։ Թուրքիան համենայն դեպս երբ որ ձգտումներ ուներ դեպի Եվրոմիություն, բան քաղաքակիրթ Երևան, ինչ որ ինքը ուրիշ կերպ է այլևս գրավում տարածքները։ Տեսեք Այնպես Աջարյան, Կիպրոս ոնց է գա։ Ուղղակի մենք հանկարծ չմխիթարվեք նրան, որ Աջարյանի նման է մեզ վերցնել, որտեվ մենք կոնկրետ վտանգ ենք սպառնում, որտեվ ինքնության հարց կա, տարածքների հարց կա, ինքը ի վերջո Թուրքիան կայացել է մեր տարածքների հաշվին, հայ ժողովրդի եւ հույների հաշվին, հետեւաբար մեզ պիտի ոչնչացնի։ Հույս չունենաք, որ վրացիների ճակատագրին կարժանանաք, կգան կնստեն, ձեզ էլ համբալ կպահեն։ Չէ, չի լինելու։ Բայց Ադրբեջանը չի ամանչում բարբարոս մարդակեր Երևանից։ Դուք պատկերացնում եք 21-րդ դարում մարդը թանգարան է բացել, որի աշակերտները գնան եւ հարվածեն, ֆիզիկապես հանգստանան, որ հայ զինվորների այդ հակոստներով, չգիտեմ ինչ են, այլ չեմ ուզում այդ բառերը ասել, որ դրա հարվածեն ու դրանից բավարարվեն եւ ինքը իր գրականությամբ, իր հռետորաբանությամբ, դպրոցի կրթությամբ ամբողջը հայատյացի, այսինքն ավելի բարբարոս մարդիկ է բերում մեր տներ ադրբեջանցիներին, որտեվ 30 տարի իրանց գլուխը մտցրել են մի ուրիշ բան, ի տարբերություն թուրքերի, որ այո, պետական քաղաքականությունը բոլորովին ուրիշ բան է։ Լավ, եկեք մեր ոչ բարեկամ ղեկավարի քայլերը հաշվենք, ոստիկանությունից էր, հա, խոսքը գնում, այս կարևոր պահը։ Ես կարծում եմ, որ քանի որ միակ գործիքը Փաշինյանի մոտ մնացել է ոստիկանական համակարգը, անգամ ԱԱՑ-ն չի, եւ մի եւս համակարգ, որը առերու չի երևում, բայց կարծում եմ շուտով կերևա, դա բանակն է։ Ուրեմն հաշվի առնելով, որ ինքը ոստիկանության նաև որոշակի առումով այլընտրանք ուժային կառույցն ունի իր ձեռքի տակ, որոնք հրաման պիտի կատարեն, իսկ սովորաբար դա բանակն է լինում, կարծում եմ ամսի 28-ը, որտեղ ինքը բերում է հաշվետվություն տալու մեր ժողովրդին, որ զենք ունի, զինամթերք ունի, զինվոր ունի։ Ըստ իս քարոզչական առումով դա բավականին մտածված քայլ է, որ անդիմախոսներին ինքը ասի, դուք ասում եք իմ ասած խաղաղությունը պաշտպանված չի, երաշխավորված չի, հավասիկ նայեք, էս էլ երաշխիքը, բանակը, զորքը, զենքը։ Բայց կարծում եմ, որ այդ հաշվետվություն կամ զորավարությունը ունի խիստ առարկայական նպատակ։ Ես քարոզչական եմ նոր ասեցի, չէ՞։ Առարկայական հետևյալն է։ Ասենք պատկերացրեք ամսի 28-ին, մայիսի 28-ին Հայաստան է բերվում տարբեր շրջաններից 10-15 հազար զորք։ Հիմնականում հիմա նայեք։ Ես որ ասենք փորձեմ իր քայլերը հաշվել, ես կասեմ այդպես։ Ես կբերեմ այդ զորքը հիմնականում Երևանի եւ հարակից շրջանների ծառայողներ, հրամանատարները առավելագույն հավատարիմ Պապիկյան Սուրոյին, կբերեմ ամսի 28-ին։ Ունի այդպիսի հրամանատարներ։ Կան, այո, կան։ Շտաբի պետ կա, շտաբի պետը հայ ազգանուն է, չէ, շտաբի պետը հայ ազգանուն է, Ռուսաստանի քաղաքացի, կինել ռուս, Ռուսաստանի քաղաքացի, այնտեղ սովորած, գլխավոր շտաբը ակադեմիա ավարտած, բայց իրեն հավատարում են Արցախցի, չէ՞ կարծեմ։ Ասերյան, այո, տեսնում եք։ 5 վադոն տարբերակն է, ահա։ Հիմա ես կարծում որ 28-ին այդ զորքը կբերի, որոնք կմասնակցեն շքերթին եւ զորքին գիտեք ինչ կանի։ Արցակուրտ կտա 10 օր։
որոնք այդ արձակուրդի վկայականով կարող են դյուրին կերպով մասնակցել ընտրություններին, իսկ եթե զինվորը տանն է, սկզբունքորեն նայեք այդ ընտանիքի անդամների քվեարկելու իրավունք ունեցող անդամների վերաբերմունքը Փաշինյանին։ Այդ լավ օրով իրենց երեխեն կամ իրենց թոռը տանն է, բայց չգնանք մի հատ Փաշինյանի օգնին էլ քվեարկենք։ Հոգեբանորեն դա ազդում է վստահաբար։ 10 օր արձակուրդ եւ ամենակարևորը 10 օր արձակուրդը լրանում է ամսի 7-ին։ Իսկ եթե 7-ին ընտրություններ է լինում, դեռևս անձնակազմը, այդ զին անձնակազմը չի գնում զորամասեր։ Ուցենև հանձնարարական է։ Մի րոպե, շարունակությունը լսեք, շարունակությունը իմ կարծիքով ամսի 7-ին 10 օրը լրանում է, դե 28-ը շքերթ է, հանեցին, չէ՞, 29-ը 30-31, 3 օր եւ 7 օր ամսի 8-ի առավոտյան այդ անձնակազմը պետք է գնա ուր մշտական տեղակայման վայրը զորամասեր, չէ՞։ Իսկ ինքը չի գնում, ինչու՞։ Բա որ ամսի 8-ի առավոտյան Հայաստանում սկսեց ներքաղաքական ցնցում, 10,000 հավատարիմ հրամանատարներով զորքը այստեղ որոշի չէ։ Որոշի չէ։ Այդ էլ ձեզ լուծումը, թե ինչու պրակտիկ։ Ես միշտ մտածում եմ, բայց կարողա չի հանկարծ թարս բուսնի, չէ՞։ Եկեք այսպես, հա, իրենք հաշվում են, որ ոստիկանությունը հանկարծ ու այս գվարդիան ինչ է մաս սարքեց, գվարդիայի իմաստը ո՞րն է։ Ինքը ոստիկանությունից փորձեց հավաքել եւ հավաքեց ըստ իրա այն հրամանատարներին, հրամկազմը, որոնք անվերապահ իր ցանկացած ապօրինի հրաման կկատարեն։ Բայց դրան եւս այլընտրանք է տունը։ Այլընտրանքը իմ կարծիքով մայիսի 28-ին հաշվետվություն կամ զորավարժությունների ժամանակ, ասենք 10,000-ից ավել, եթե բերեն։ Կարծում եմ 10,000 կարողա բերեն, բայց 2,000-ը մասնակցի շքերթին, իդեպ ասեմ, 8,000-ը զորամասերում, զորանոցներում մնան, որոնք կմասնակցեն ընտրություններին, վստահաբար եւ իրենք ձայնը կտան Փաշինյանին, իրանց ընտանիքի անդամները կտան, պլյուս է, էլի, այսպես պլյուսները ավելացնենք։ Եւ ամենակարևորը, որ 8-ի առավոտյան այդ բերված զորքը հրամանատարներով Երևանում կլինի։ Իսկ եթե հանկարծ Աստված միացնի ներքաղաքական ցնցումներ լինեն, ինքը վստահ է, ասենք, որ երկրորդ գործիք ունի։ Իրապահ համակարգից զատ ձերքի տակ նաև կա երկրորդ գործիք։ Իդեմս այդ, ասենք, 10,000 զինծառայող։ Բայց մենք չենք մոռանում, որ այս նույն զինվորների, սպաների աչքի առջև է եղել այն, որ իրենց սպաներին եւ այլն գերի են դերցրել, ճիշտ է։ Իրենց աչքի առաջ է եղել, ընկերներ են կորցրել, հրամանատարներ, 15 մոխրացած զինվորներ, տեսել են դա, եւ այդպես էլ չբացահայտվեց դա, չգիտեմ, ԱԹՍ-ներով են հարձակվել ադրբեջանցիները, ինչ է տեղի ունեցել։ Այս տեսել են, չէ՞, սա մեջը տեսել են, որ մեր բոլոր բարձունքներն ու դիրքերը Սյունիքի, Գեղարքունիքի, Տավուշի ուղղությամբ հանձնվել է այս իշխանության ժամանակ թշնամու, տեսել են։ Տեսնում են, որ այսօր այդ բոլոր սահմանամերձ գյուղերը այդ բարձունքները դա կրակա թիրախավորված են, ճիշտ է, տեսել են։ Պարզ է, չէ, եթե սա տարածվեց, որ մենք կա ինչ-որ անցակետեր, ինչ-որ տեղեր, որ հայ զինվորները անցնում են ադրբեջանցի զինվորների մոտով, գիտեն, չէ, դրա մասին, այսինքն հո իրենք ինքնասպան չեն, այս մարդիկ ինքնասպանություն չեն գործում, ի վերջո պիտի ինչ-որ մի պահի է, որ տեսնեն, որ մի հատ ուժ է եկել, որ կարող է թշնամի ուժին ճանապարհել, ես մի վարքյան չեմ կասկածում, որ այս մարդկանց մեջ կխոսի սթափությունը, նույն սպաների մեջ, նույն հենց այդ հայ ազգանունով, չգիտեմ ինչ արյամ շտաբի պետի, որ այդպես սիրուն գնաց միս տվեց, կերակրեց, լողացրեց ու ադրբեջանցի զինվորներին ուղարկեց, մեր գերիներն էլ միջև հիմա այնտեղ են ու մասնատված կանանց մարմիններն էլ խոշտանգված այդ մերոնց գյուղից բան կար, չգիտեմ, 2 ամիս հետո նոր, չգիտեմ, մասունքներն անգամ չտվեցին, թե տվեցին, թե ինչ արեցին, չգիտեմ, բան, չէին կարողանում անգամ իջեցնել, այդ վիճակում էր, տեսել են, չէ, այդ ամեն ինչը, լավ, կամ ասենք մի ամբողջ հայրենիք է տվել, մի օր պիտի է սպաների մեջ խոսի ինչ-որ մի բան, չէ, կարող է հանկարծ ինչ-որ պահի տայմ, այնպես որ սենց հստակ չասենք էլի, որ Նիկոլը բանը, դա կանի, դա կփորձի, բայց Անժելա, ժողովուրդ ասում է մի վարքյան, խեղտովը ինչից էլ է կախվում։ Դե հիմա այս մարդը, եթե մնացել է փրփուրը, փրփուրից էլ պիտի կախվի։ Ոնց։ Բա ինքը ուժ ունի, հրաման ունի, գումար են տալիս, բանակը ենթարկվում է, իրեն գնահատում են ոստիկանություն, բա այդ գործը ես նոր ասի, ինչու մենք խորոված փարթից բերեցի միջև այստեղ, որտեվ ժողովուրդը ինքը չկա այնտեղ, չունի այդ հենարանը ինքը չունի, փողոցը իրենը չի, անգամ քեֆ ուրախություն տաշի տուշի ժամանակ ժողովուրդ չկա, չունի, վարչական ռեսուրսը ցանկացած բան դյուրին կերպով թռնող է։ Եվ չես կարա։ Ինքը գիտի, դա ինքը տեսել է։ Հիմա մնացել է, ես դրա համար եմ ասում, մնացել է ոստիկանությունը։ ԱՑ-ն վստահաբար չի կատարի։
ԱԱՑ-ն հրաշալի գիտի, որից հետո է։ Մնացել է ոստիկանությունը։ Դե ոստիկանության հետ էլ մի 10,000 զինծառայող։ Բայց տեսեք, նաև ինքը այս անունը սիրելի հայրենակիցներ, ինքը նաև մի քանի անգամ խոսեց, դիմեց, որ հասկացրեց էլի Ադրբեջանին, Թուրքիային, որ դուք վատ բան չմտածեք։ Սա պետք է ժողովրդին մոլորեցնելու համար, այսինքն հանկարծ ձեր մտքով չանցնի էլի, որ ես երկու հատ ձևական ինչ որ զենք բան եմ ցույց տալու, որ դա հանկարծ ձեր ուղղությամբ չի լինելու։ Այդ ուղակի պետքա մոլորեցնել այս ժողովրդին տանել։ Բայց պարոն Նահապետյան, մենք ես չէի ուզենա որ թերագնահատենք իրեն, ինչու։ Որտեւ ինքը տեսեք, ինքը նախ ինքը ունի շշմելու էներգիա, անսպառ էներգիա։ Ես չգիտեմ, շատերն ասում են, որ սատանային բնորոշ էներգիա, մարդկա չի հոգնում։ Ասում են սատանան էլ չի հոգնում, էլի։ Հիմա այս ճակերտների մեջ եմ ասում, չասեք այդ մարդուն այդպես եմ ասում, բայց այս մարդու էներգիան անսպառ է եւ տեսեք մտնում է ժողովրդի մեջ եւ ինքը ինչ է անում, ստով, մոլորեցնելով, բանով ինքը դեռ շարունակում է։ Սա ինչի համար եմ ասում, որ այն ընդդիմադիր ուժերը, որ մտել են պայքարի մեջ, իմիջիալից դուք խայտարակ վատ եք աշխատում, շատ վատ։ Ինքը տեսեք ինչպես ինքը չի մտածում ժողովրդի իրան ինչ կաս, ինքը չի մտածում ինչ, ինքը իր սուտը ունի, իր պատճառաբաց իր էներգիան, իր վրա տալուն, իր ձևը ունի, տեսեք ոնց է աշխատում, բայց եւ այս ես 3 ուժերի մասին եմ, հա, հիմնականում խոսում։ 3 ուժերը բավականին բան կաշկանդված են։ Իդեպ, այստեղ շատ ինքը ես ուզում եմ մեր հայրենակիցներն էլ իմանան, պարոն Նահապետյան, դուք էլ կհամաձայնեք, որ ինքը տեսեք շատ իբր թե հաղթողա պրոբլեմ չունի բան, բայց ինքը նաեւ վախեցած է, որտեվ իմ կարծիքով 2 հայ կա, որ ունեն մեծ ժողովրդականություն, մեծ։ Դա Վարդան Ղուկասյանն է, Գյումրու քաղաքապետը, եւ ինքը այն բացառիկներից է, որ ճիշտ լեզվով եւ ճիշտ խոսույթով է խոսում հայ ժողովրդի հետ։ Իրա բարձրացած բոլոր հարցերը շեշտը ինքը խոսի հայ ժողովրդի մտքի ու սրտի հետ, շատ նման է, շատ ժողովրդական է։ Եվ երկրորդ մարդը, որ այդպիսի ժողովրդականություն ունի, դա գիտեք ինչից է ստեղծել, որտեվ իր կերպարը շատ հայկական կերպար է, հայի կերպար է, եւ ինքը ունի դրական էներգիա եւ մեծ բան է ստեղծել իր շուրջ, որ այս մարդը միայն ահռելի միլիոններ ու միլիարդներ է տվել հայ ժողովրդին, մեծ բարերար է Սամվել Կարապետյանը։ Տեսեք ինքը ինչ է արել, երկուսին էլ հեռու է մղել, երկուսին էլ թույլ չի տալիս։ Օրինակ այդ 2 կերպարն էլ, եթե մտնեին ժողովրդի մեջ, ես կարծում եմ շատ շահեկան, այսինքն այստեղ էլ սիրելի հայրենակիցներ, իմացեք, որ ինքը ինչ անազնիվ եւ կեղտոտ պայքար է տանում, այստեղ ոչ մի ազնվության բան, արդար բան պայքարի մասին խոսք լինել չի կարող, որտեվ 2 ուժեղ մրցակիցների ինքը մեկուսացրել է, ինչ որ կիսատ պրաթույլ են տալիս, որ Սամվել Կարապետյանը ինչ որ դուք պատկերացնեք Սամվել Կարապետյանը մտնի ժողովրդի Բագրատ Սրբազանը նայ, այո, նայ Բագրատ Սրբազանը։ Հիմա տեսեք այդ 2-3-ին էլ ինքը դե հիմա այս պայքարի բանով եմ ասում, 3-ին էլ եւ Վարդան Ղուկասյանին եւ Սամվել Կարապետյանին ինքը ուղղակի այսպես բանով մեկուսացրել է։ Բայց մեր ընդդիմադիրները, ես չգիտեմ, ես կուզենայի սրա մասին խոսեիք, պարոն Նահապետյան, 4 պատերազմ բերած մարդը, եթե դեռ խոսում է պատերազմի եւ պատրաստվում է հրեշը վերել վերջին պատերազմը Հայաստանը կործանել, բայց դեռ կարողանում է իր խոսույթում ասել, որ չգիտեմ, պատերազմ բերողը մյուսներն են, ներողություն եմ խնդրում, բայց դուք խայտարակ ընդդիմություն եք, որ դուք ուղղակի իր բերանի մեջ չեք լռեցրել, ինքը պետք է իրավունք չունենար, համարձակություն չունենար սրա մասին խոսել։ Մեկ ուրիշը, եթե հղի կնոջը ավտո վրայով ավտոյի տակ, չգիտեմ, սպաներ, եթե նորմալ ընդդիմություն է, այդ մարդը պետք է մի ժամ չմնար իշխանության, ճիշտ է թե չէ։ Դե հիմա կա։ Այս մարդը մնացել է իշխանության, հայրենիքը կործանել է, այսքան մարդ զոհել է, պատերազմ բերել է եւ ինքն է դեռ համարձակվում ասել, որ ես չեմ պատերազմ բերողը, բայց սատկացեք դուք։ Սամվել Կարապետյանի թիմն է սատկած, Ռոբերտ Քոչարյանի թիմն է սատկած, Ծառուկյանի թիմն է սատկած, վախեցած, Թաթոյանի թիմն է, այս պետք է լռեցնեք բերանի մեջ, թույլ չտաք, որ սա խոսի, ասեք, դու այ պատերազմ բերող, դու այ պատերազմի հրեշ, դու ով ես որ այդպիսի բան ես ասում։ Ինչով եք բա դուք զբաղված։ Ծրագրեր եք բացատրում, թե գրում եք կապիկություն եք անում ժողովրդի մեջ։ Ժամանակ չկա, արդեն 20 օր է մնացել, խելքի եկեք։ Կամ էլ չեն գիտակցում ինչի մեջ ենք։ Պարոն Նահապետյան, չեն գիտակցում։ Ընդդիմության լիդերները չեն գիտակցում։ Չգիտեմ։ Ես կարծում եմ ընդդիմության լիդերները նաև լսում են այն մարդկանց, ովքեր իրենց խորհրդականներն են, ովքեր մասնագետներն են, բնականաբար, չէ՞, վերջին հաշվով։ Հա։ Ես կարծում եմ, ստեղ ավելի շուտ պատասխանությունը ոչ թե 3 լիդեր ունեն։ Ես իմ սուբյեկտիվ գնահատականն է։ Այլ այն թիմը, որը մշակում է, պլանավորում է հիմնական նարատիվները եւ փորձում է կյանքի կոչում։
Այսինքն տես վախ որած կիսատ բրած, չգիտեմ ինչ որ գնալ Այդ դահլիճներում, թիմերի վրա եմ չգիտեմ ինչ ես երում, ավելի կամ շուտ, գնալ ժողովրդի հետ հանդիպան կավեցավ այդ տանը մի կապիկություններ, այդպես պիտի հաղթեք։ Էդա ձեր հաղթելու ճանապարհը։ Գիտեք ինչի է այդպես, որտեվ իրանք չեն գիտակցում, թե ինչ է մեզ սպառնում 7-ից հետո։ Ես ասեմ, դա է պատճառը։ Անժելա, ես ասեմ, Նիկոլը իշխանությունը պայելու մոտիվացիան շատ ավելի բարձր է, քան 3 ուժերի, ոչ թե առաջնորդների, տեսեք, ես առաջնորդներին չեմ ասում, այն թիմերի, այստեղ առաջնորդի որոշումը թիմերի տված վերլուծությունների գնահատականների վրա է։ Եվ պարտադիր չի, որ անպայման թիմերի առաջնորդները այս նրբերանգները իմանան, իսկ այնտեղ մասնագետներ կան։ Դա մասնագետների խոսքն է, ինչպես են հիմնավորում, թե ինչ քայլեր պետք է արվի։ Եվ այդ թիմերի մոտիվացիան իշխանությունը ընտրություններով վերցնելու շատ ավելի ցածր է, քան նորից եմ ասում Փաշինյանի իշխանությունը։ Վախեցած են չէ, վախեցած է Ծառուկյանի թիմը, ասեք դու 4 գլխանի պատերազմի, եսի ինչ, դու ով ես որ խոսես շենացած մարդկանց մասին այդպես։ 3 լիդերներն են շենացող մարդիկ են, չէ՞ եղել։ Հաղթած մարդիկ են եղել։ Այո։ Կամ Քոչարյանի թիմը փոխանակ կանգնի ասի 10 տարվա խաղաղություն բերած մարդուն դու ո՞նց ես համարցակվում։ 10 տարի լիարժեք խաղաղություն ա եղել։ Դու ո՞նց ես համարցակվում այդպիսի բան։ Բայց քնացեք դուք։ Այդ արդեն թիմերի, իմ կարծիքով թիմերի խնդիրն է այստեղ։ Զարթնեք, ասեք 4 գլխանի հրեշավոր պատերազմ բերող, 4 գլխանի հրեշ, պատերազմ, ինչը վախեցած եք, թե չեք գիտակցում, թե դες որոշել եք ախպեր ջան ոնց ես, այն մեկի առաջնորդը մտմա գյուղի մեջ, լավ եք ախպեր ես, լավ ես, արի խմենք, այն մեկն էլ չգիտեմ ինչա խոսում։ Այստեղ քարոզչությունն է եւ քարոզչության Դե պատասխանատուները։ Սամվել Կարապետյանի թիմի մասին չեմ ասում, տենց բարի, դոբրի, տենց լավ է Սամվել Կարապետյանի կերպարներ կա։ Ձեզ չերևակա, այդ ինչ որ կա, այդ Սամվել Կարապետյանի կերպարն է, որտեվ շատ ժողովրդական է, շատ դրական է եւ ահռելի բան ունի արած, ժողովուրդը բնազդով հասկանա, որ իրանց տղեն է։ Գիտեք, չէ, ժողովուրդը տենց ինքը բնազդային բան։ Ինքը զգում է, այդ իրան նման է, իր տղեն է, իր նման տղա է։ Ոնց որ Ռոբերտ Քոչարյանի միջ հասկանում։ Այս Նիկոլի արածը, որ ինքը ցույց տա, որ ինքը ժողովրդի մեջից եւ ժողովրդի հետ է։ Դե ժողովուրդը գնաց ասեց ուր է խորովածը։ Հիմա սա կարևոր ցուցիչ է, իդեպ ասեմ։ Փաստորեն ժողովուրդը այլևս Նիկոլն ասում է դու մեր տղեն չես։ Եվ Նիկոլը ասում է նորից երկու հենարան ոստիկանություն, որի երաշխիքով նաև հետո բանակը պետք է լինի։ Ուրիշ բան չունի։ Իսկ ընդդիմության պատասխանատուները ես կարծում եմ քարոզչության մեջ որոշակի ճշգրտումներ պետք է անեն, շեշտադրումներ պետք է անեն, որ իրենց համախոհների եւ մեր այն пассив ժողովրդի մասի, որը որ դեմա Նիկոլին բաց չի գնալու ընտրությունները, այդ մարդկանց տներից հանելու խնդիր կա։ Ամբողջ քարոզչությունը դրան պետք է միտված լինի։ Ես հասկացել եմ, որ բացի այն որ այս հրեշ թուրք դավաճանը, ես կարծում եմ այս երկրի խնդիրը նաև է դեկորատիվ տղերքներն է թիմերի մեջ, որտեղ դեկորատիվ, ակուրատնի, ինչ որ sense բան անում, լսեք, այս մարդը sense թևերը կշտած մտելա վայրենու նման ավիրում է, այնտեղ իր մեր հետ ինչ որ sense բան կռիվ են տալիս։ Այդ տվեք, տեսակ ինչ 8 տարի է ինչ է անում։ Հիմա ցավոք սրտի բոլորիս է այդ սպա։ Իմիջիայլ իր թիմին էլ է սպառնում, ասենք թե Ալեն ինչ է անունը։ Ալեն Սիմոնյան, հա, ասենք թե Ալենը իր եսի ինչի հետ հասցրեց թռավ, այնը չգիտեմ, մամային կհասցնի վերցնի թե չէ, կհիշի թե չէ։ Ասենք մի 5 հոգի թռան։ Բոլորից մեկը այսօր եկան, այս 300 ադրբեջանցիները, 300,000։ Դու 300,000 էլ չէ, պարոն Նահապետյան, 50 հոգի էլ գան, հետևից թուրքական զորքը մտնելու, ասելու եկել եմ իրանց պաշտպանեմ։ Չեք հասկանում ինչա լինելու։ Չէ, հայ ժողովուրդը կենցաղով է։ Կենցաղի մեջ նստած ինչ որ sense բան հարցեր ա լուծում, այն Մահերին էլ գցել եմ, Մահեր, մեռանք է, Մգեր։ Մահերա թե Մգերա, ինչ է դրա անունը։ Մգեր։ Մգեր, գնա Ռիտա Սարգսյանի գերեզման մի հատ տենց կանգնի։ Ուրիշ բան չունեմ քեզ, չնայած ես միշտ անհարմար եմ զգում, որ տես թյուրիմացությունների մասին խոսում եմ։ Բաներ գնացել էր այդ մարդկանց մեջ։ Ես կերպարն եմ ասում։ Դե ես այն Իվետա ինչ է աննա։ Իվետա Մուկուչյանին ինչ ասեմ, այն իր տեղը գտել է այս կյանքում մեր կա, կիսամեր կա, չգիտեմ ինչ, իր համար ղժղժում է։ Դրան ինչ ասես։ Լավ, գանք ավելի լուրջ թեմաներին, ձեր խոսքում։ Դե ասեցինք, ինչ որ պետք էր ասվեց։ Շատ լուրջ պետք է ամիսի մասին իրանք մտածեն։ Գանք մեր աշխարհակալ
Իմիջայլոց դրոշի այրման հետ կապված, որ դու տենց հիստերիայի մեջ ընկար Նիկոլ։ Հիմա դե զարթնել ես առավոտ, այ սատանա, զարթնել ես մի հատ գորշ գայլերի նշաններ են ցույց տվել, Թուրքիա ադրբեջանցիները լծված են, վխտում են Հայաստանում, գնացել են եռաբլուր, հռհռում են, նկարանում են, դե բա արձագանքի։ Ախես քո հայրենիքը չի Նիկոլ։ Նա արձագանքի էլի։ Լավ, այս կողմից հետո դեռ մարդ կա, հայ կա, որ պիտի գնա իրան ձայն տա։ Չէ, թող արձագանքի, դուք տեսաք սոցցանցերում ինչ էին անում ադրբեջանցիներն ու թուրքերը։ Բա արձագանքի, այդ սրբության սրբոց, հա, Թուրքիայի դրոշը։ Այսինքն թուրքը պիտի ասի դու իմ թրի վրա մի հատ մսի կտորես գալիս եմ քեզ ոչնչացնեմ, հայ պատանել պիտի ասի արի, ապրես, արի ընտանիքս փրթի։ Պիտի դրոշը չայրի, հա։ Բայց որ դրոշի վրա ոտքերը մաքրելով գնում են, բան չի մի անգամ չարձագանքեցիր Նիկոլ։ Ադրբեջանցիները քանի պատկեր կա, չէ, ոտքերը ասենց սրբելով ոտքը, բա հաչացեք։ Բա ասեք ես ում դրոշի վրայով ես գնում, Հայաստանի պետության վրա, ինքնիշխանության վրայով Նիկոլ, մի հատ բառ ես գտե, ինչքան ինքնիշխանություն ես ասում, այդքան Հայաստանի տարածքները հանձնում ես։ Բա մի հատ ասա։ Շատ լավ, ես Իրանի հետ Դոնալդ Տրամփի մասին, ես մահափորձ եւ Մալի, խնդրեմ։ Մահափորձ։ Դոնալդ Տրամփի, այսպես ասենք, որպես գումիր նախագահ, որի գործինք շարունակում է, դա Ռոնալդ Ռեյգանն է։ Իդեպ ասեմ, Ռոնալդ Ռեյգանի նկարը իր աշխատասենյակում է եւ այն կարգախոսը, որով Ռոնալդ Ռեյգանն է վարել եւ հիմա ինքն է։ Արդարությունը ուժով։ Իսկ արդարությունը ԱՄՆ-շահն է, այսինքն ԱՄՆ-շահը միայն ուժով։ Մնացածը հեքիաթների դաշտից է։ Հիմա 982 թվականին փաստորեն վիրավորվում է նաև Ռոնալդ Ռեյգանը, նախագահ եղած ժամանակ մահափորձ է կատարվում իր վրա։ Եվ հիվանդանոցում ինչ է ասում, գիտեք։ Ասում է հուսամ դուք ընտրել եք հանրապետական տեխնացուին։ Բուշ պերսոնալ միաձայն պատասխանում է, այս պահին բոլորս հանրապետական ենք։ Հիմա Տրամփի վրա մահափորձ կատարվում է կողքի շենքի հարևան դալանի 7-րդ հարկից 3 փողոց ենկում։ Եվ բոլորը տեղ գնահատում են, որ մահափորձ է։ Մարդիկ նստած ուտում են, խմում են, հանգիստ։ Կանայք կողքի շենքի դալանի 3 փողոց էլ ենկում։ Հա։ Հետո մարդիկ կանայք այնտեղ թանկարժեք շամպայներ, գինիներ, կոնյակներ վեստն դնում են թևի տակ, գնում են, սրանք չորեքթաթ բեմից փախնում են։ Կարևորը որ մամուլի քարտուղարը շատ կարևոր է։ Տրամփի ինչ է։ Ասա թե մի ճիշտ բան ուզում ես իմանաս կամ տան դեբիլից, կամ երեխուց իմացի կամ տան դեբիլից։ Հիմա այդ ասել ես, չէ՞։ Ասեց, հա, դե այդ մահափորձից առաջ ասում այսօր կարող կրակոց լինի։ Ուշադիր եղեք, այնպես որ բոլորը այդպես հերախոսները միացած, հա, այդպես մի 3 փողոց ենկում այդ կրակոց եղավ, հետաքրքիր է մի կրակոց որսորդական հրացանով, ասում են վիրավորվեց, չի վիրավորվել, այդ աշխատողի վրա որ կրակել են նա Զրահաբաշխունով եղե, իրան են կրակել, այդպես չեն սպանել, բռնել են, ասենք մի հոգեկան հիվանդ, բայց ամենակարևորը որ դրանից հետո այդ Ռեյգանի մահափորձից հետո նույն նմանությամբ իդեպ ինչ է ասում բանը Տրամփը ճեպազրույց է տալիս եւ միտք արտահայտում, որ այդ կալիֆոռնիացի ուսուցիչ Ալենը այդ դրա անունը թե ազգանունը Ալենա Անունը թե ազգանունը Ալեն Մարիա Հա, չէ, այդպես է Ասում այս ակ Եվ ինչ ասում է դեպքից հետո նախագահ Տրամփը ասում է հուսամ որ ինչպես Ռեյգանը հիվանդանոցից անձնական ձեռագիր նամակ ուղարկեց Սիենի Լեոնիդ Բրեժնևին այնպես էլ հա էսի ես մեր ցանկությունն է Տրամփը կզանգի Պուտինին բայց Տրամփը ասում է որ այս դեպքը Ամերիկան կհամախմբի իր նախագահի շուրջ Այս 3 փողոց ենկոմ որ այդ դեպքը տեղի ունեցել Չէ, ենկոմ դալանից ոնց ասեցիք 7-րդ հարկի դալանից 3 փողոց ենկոմ այդպես շենքի Բաքում օթա կրակել երևի թե չասցրեց կրակել Ալենը անունն է թե ազգանունն է Թոմաս ազգանունն է Ալենը ազգանունն է դե հիմա պատական ստացվել է մեր Ալենը հետ կապ չունի էլի Հաստատ Հիմա սա ինչի համար եմ ասում այսինքն սա հիմա ուշադրություն դարձրեք Քանի որ վարկանիշը կտրուկ ընկել է, ցանկացած հատուկ օպերացիաներ, այդ թվում նաև Հայաստանի Հանրապետությունում, երբեք ձեր մտքով չանցնի, որ նման բաներ կարող է չարվի, իդեպ, նման կապիկությունների դաշտ, էլի։ Հիմա ինչ վերաբերում է Մալիում, Մալին մեր հետ ինչ կապ ունի։ Ուրեմն պարզում է Մալին մի երկիր, 3 սպանել են պաշտպանության նախարարին, մոտ 10,000, այսպես ասենք, ինտերնացիոնալ
զինված ավազակախումբ, որի մեջ մտնում են Ֆրանսիայի, Բրիտանիայի, ուրեմն Ուկրաինայի իսլամական պետության ուշադրություն դարձրեք։ Սա մի հատ նոր ինտերնացիոնալ է, որի մեջ արդեն Եվրոպան իր վարձկաններին եւ Ուկրաինան իր զինծառայողներին մտցրել է։ Սա ինչով է կարևոր, որ իրենք կռվում են կառավարական զորքերի դեմ, Մալին ինքը հայտնի է որպես տարածք, որ ունի նաև շատ ուրան, որտեղ Ֆրանսիային դուրս են դրել, դե Ֆրանսիան 3 պետությունից աֆրիկական դուրս դրվեց, որտեղ ուրանի հանկերներ, կոպեկներով տանում։ Եվ սա կարևոր է, որ այնքանով, որքանով, որ Եվրոպան հիմա ստեղծում է իր բանակը, վստահաբար, իսկ այդ բանակը, որը ստեղծում է, դա Ռուսաստանի դեմ պատերազմող բանակ է։ Ասենք, եթե բաժանենք, Ֆրանսիայի նախագահը ասել է, որ ինքը կվերցնի եվրոպական երկրներին իր միջուկային հովանոցի ներքո, ասել է։ Այսինքն միջուկային հովանոց ֆրանսիական ծանր զրահտեխնիկան, հիմա ես ասում եմ եվրոպական որ երկրները ինչ մասնակցություն են ունենալու։ Եվ այդ ամեն ինչը Ռուսաստանի դեմ նոր ալիք է բարձրացնելու ռազմական առումով։ Ծանր զրահտեխնիկան գերմանական, ուշադրություն դարձրեք։ Ուրեմն նավերը Նավատորմը բրիտանական, թեթև զրահտեխնիկան արտադրողները եւ օդուժը Իտալիա, Իսպանիա եւ Ֆրանսիա։ Ամենակարևորը կռվողը ով պիտի զոհվի այդ պատերազմում Ուկրաինան, ամենամոտիվացված բանակն է։ Ռուսաստանի դեմ այսօր մի մոտիվացված բանակ կա, զինվորը զինծառայողը պիտի լինի ուկրաինական։ Ընդ որում այս առաջարկը բանակ լինելու, ստեղծելու եւ Ուկրաինայի առաջնորդությամբ առաջարկումն է ոչ ավել ոչ պակաս Զելենսկին, այսինքն Բրիտանիայի։ Հիմա կենացնեն, ինչպես ասում են, քաղցրանում են, ուշադրություն դարձրեք, որ Ռուսաստանի դեմ նոր ալիք է բարձրանում եւ Ռուսաստանին Մալիում դեպքեր ուղղակիորեն այդ նոր ինտերնացիոնալի առաջին բանն է, փորձն էր, որը ռուսական ուժերը, որոնք այնտեղ գտնում են Մալիի կառավարության հրավերով, Մալիի կառավարական ուժերի հետ միասին փորձում են հակադարձել զինված առումով իհարկե այդ զինված հեղաշրջմանը։ Եվ այդպիսի զինված հեղաշրջումներ արդեն նոր ինտերնացիոնալով։ Այստեղ մի շատ կարևոր հանգամանք կա, այդ ինտերնացիոնալի մեջ մտնում են եւ եվրոպական երկրները, ՆԱՏՕ-ի անդամ երկրները, եւ իսլամ արմատականները։ Երբևիցե նման բան չէր եղել։ Իսլամիստ արմատականը ուսուսի կռվում է ուկրաինացի ազգայնականի եւ եվրոպացի քրիստոնյայի հետ։ Պատկերացնում եք ինչ ինտերնացիոնալ է։ Իսկ բուն նպատակը այդ ինտերնացիոնալի կրկին Ռուսաստանն է, կրկին մեր հարևան Իրանը։ Հիմա եթե գանք արդեն այս վիճակից Իրան, ինչ է կատարվում Իրանում։ Ուրեմն ԱՄՆ նախագահը հերթական անգամ հաղթել է, սա արդեն 30-40-րդ անգամ հաղթել է Իրանին։ Այդ հաղթանակից հետո, բայց ուզում են նորից բանակցել, որ Իրան լավ պահի, ոնց որ այդքան լավ չի պահում։ Իդեպ շատ կարևոր մի փաստ եմ ուզում արձանագրել, որ այս գործընթացում մի պետություն, որը մեր ոչ բարեկամ երկրի երևույթ դաշնակիցն էր, բայց պարզվում է այդքան էլ դաշնակիցը չի, եւ ինքը լրիվ այլ ճամբար, խոսքս Պակիստանի մասին է։ Այն որ Պակիստանում Իսլամաբադում է տեղի ունեն բանակցությունները, սա խոսում է Իրանի նախընտրության մասին, այսինքն Իրանն է որոշել։ Իսկ Իրանը բնականաբար չի կարող թշնամի կամ չեզոք պետության տարածքում բանակցություններ վարել, որտեղ իր ղեկավար անձնակազմի անվտանգության ապահովման խնդիր չէ, կարող է լինել։ Հետաբար Իրան, Պակիստան հարաբերությունների մեջ շատ հետաքրքիր նոր երանգներ, միգուցե կան, մենք չենք նկատել, չենք ուսումնասիրել, չենք գնահատել, բայց նոր երանգներ կան, առավելս որ այնպես Պակիստանի զինված ուժերի, այսպես ասենք, գլխավոր շտաբպետը, որը այլ անվանում ունի, բայց թիմը պատասխանատուն է զինված ուժերի, վերջերս եկավ Թեհրան եւ որին դիմավորեց Իրանի արտգործնախարարը առաջին։ Այն ջերմ գրկախառնությունը, որ եղավ, ընդ որում Պակիստանի այդ անձնավորությունը պատասխանատու ինքը զինվորական համազգեստով էր եկել եւ իր ամբողջ պատվիրակությունը զինվորական, սա պատական չի։ Այսինքն սա մեսիջ է, որ Պակիստանը այս հարցում Իրանի հետ է։ Ամերիկայի սա շատ կարևոր է, որտեղ Պակիստանի հիմա համագործակցությունը Չինաստանի հետ բավականին մտերմիկ է, այսինքն կարելի ասել Պակիստան-Չինաստան տանդեմով են հանդես գալիս եւ այստեղ արդեն եւս երկու պետություն է այս երկուսի հետ մտնում ընդհանուր դաշտ Իրանն ու Ռուսաստանը։ Այսինքն ես արձանագրում եմ, որ հիմա գործնականում կա հետեւյալ դաշինքը։ Սա շատ կարևոր է Պակիստանը պահով, ինչու, որտեղ Պակիստանը մեր ընկալումներով Ադրբեջանի դաշնակից պետությունն է, բայց բարձում է այդքան էլ այդպես չի։
Պակիստանը դաշնակից է Չինաստանի, Իրանի Իրանի ինֆորմացիա գնաց, որ նաև եւ Ռուսաստանի։ Միացյալ Նահանգների հետախուզությունն էլ այս ներկայացրել, որ չի կարելի վստահել Պակիստանին։ Ես դրա մասն եմ նաև խոսում, որ Պակիստանը հիմա վերաճշգրտումներ է արել եւ ինքը գտնում է այն ճամբարում, որտեղ Իրանն է, Չինաստանը եւ Ռուսաստանը։ Մեզ համար շատ կարեւոր է, երևի դա առաջնային չի Հայաստան պետության համար, բայց ես կարծում խիստ առաջնային է, որտեղ Պակիստան-Ադրբեջան հարաբերությունները վերջին տարիներին բավականին ջերմ էր եւ Ադրբեջանի հատուկ նշանակության Յաշմա ստորաբաժանում սովորաբար պատրաստվել է Պակիստանի լեռնահարաձգային ստորաբաժանումների հետ միասին զորավարություններ եւ այլն։ Բայց հետաքրքիր է թե ինչու Պակիստանը նման ուրեմն կեցված դրսևորեց։ Օրինակ Քաշմիր նահանգ կա, որտեղ Հնդկաստանը եւ Պակիստանը վիճում են, թե ումն է, հա, այդ տարածքը հիմնականում այդտեղ նաեւ փուշտուններ են բնակվում եւ այդ վեճի պահով մի աշխարհում պետություն կար մինչեւ 2019 թվականը, որը Քաշմիրը ճանաչել էր որպես Հնդկաստանի տարածք։ Դա Իսրայելն էր։ Երկրորդը գիտեք որ պետությունը ճանաչեց։ Թուրքիան։ Ոչ։ Ձեր մտքի թռիչքը մի քիչ ավելի բարձր։ Փաշինյան Նիկոլ 19 թիվ Հնդկաստան։ Ուրեմն 19 թիվ Հնդկաստան Փաշինյան Նիկոլը սխալվեցի պարոն Ապատյան։ Հա, Թուրքիա ասելով, հա։ Չէ, ես նկատի ունեմ, ասենք նման բան ասել, դուք հասկանալի է, չէ, որ Պակիստանը մեծ հաշվով այդ տարածքի համար երկարուձիկ արդեն շուտով մի 80 տարի է որ պատերազմ է մղում, ինչ Պակիստան-Հնդկաստան տարածքը ստեղծվեց, Պակիստանը հատուկ ստեղծվեց Բրիտանիայի ձեռամբ որպես իսլամ դավանող տարբեր հիմնականում ժողովուրդների, բայց առաջին հերթին Պակիստանում իշխանության են փուշտումները, որոնք իրանական բարձրավանդակի ժողովուրդ են, նրանք հնդիկ չեն, դա շատ կարևոր է։ Եվ արձանագրենք հետևյալը, որ մեր ոչ բարեկամ երկրի Ադրբեջանի հետ կապված հարաբերություններում կարծում եմ բավականին չերևացող լուրջ process-ներ են գրում Պակիստան-Ադրբեջան, որը Ադրբեջանի օգտին չի խոսում եւ մեր քաղաքական եւ փորձագիտական միտքը կարծում եմ որ այս փաստի վրա ոչ միայն ուշադրություն դարձնի, այլ իշխանապողությունից հետո սա առաջնահերթ դարձնի հարաբերությունների ստեղծման առումով, որտեղ այնուամենայնիվ Ադրբեջանի դաշնակիցները այդքան շատ չեն, այդ դաշնակիցը զուտ էներգակիրների դաշնակից, այսինքն եթե չլինի նավթ, գազ, վստահաբար Ադրբեջանին կարող է ինքը իր դաշնակիցը չլինի, ու մնաց մյուս պետությունները, առանձնապես ինքը իրենից ոչ մի բան չի ներկայացնում, ոչ մշակութային առումով, ոչ հոգևոր առումով, չկա ոչ մի բան, այդ նավթն ու գազն էլ ինչ որ ձևով որ եթե եղանակ չստեղծեն մեծ հաշվով, կամ պետությունները իրենց համար շատ ավելի շահեկան լինի հարաբերությունները Ադրբեջանի հարևանների հետ կարծում եմ այդ հարաբերությունները շատ ավելի նորմալ կլինեն։ Սա արձանագրենք որպես այդպեսին եւ ուրիշ ինչ։ Ամսի 1-ից մինչեւ 4-ը 5-ը Եվրոպայի այո։ Օրինակ ինձ հետաքրքիր է անդիմադիր դաշտի, օրինակ ես հիմա ինձ համար ցուցիչ եմ, ես ինձ համար եմ ասում կարող է եւ Օրինակ տեսնենք Գագիկ Ծառուկյանը ինչ է անելու։ Որովհետեւ Օրինակ կազմակերպելու եք ինչ որ բան անելու է Գագիկ Ծառուկյանը թե ոչ։ Սամվել Կարապետյանին հրավիրեցին, չէ՞, ասեցին գա հանդիպան։ Հիմա եթե չի արձագանքել որդին, չէ՞, հայտարարեց Մակրոնին հրավիրեց։ Եթե ոչ, այդ թիմը գնալու է այնտեղ ինչ որ ակցիաներ անելու է գերիների նկարներով, հանձնված ավիրված եկեղեցիների նկարներով, անելու եք դուք Սամվել Կարապետյանի թիմ, Սամվել Կարապետյան զբաղվելու եք դուք սրանով։ Լավ, եթե ասենք ինչ որ բաներից, չգիտեմ, կաշկանդված եք թե կաշկանդված չեք, պաստառներով, ավերված եկեղեցիներով եւ հանձնված տարածքներով եւ գերիների նկարով կարող եք անել։ Բա դուք եկել եք մեզ ուզում եք խափեք, մոլորեցնեք, որ դուք խաղաղություն եք բերել։ Խաղաղության ժամանակահատվածում ավիրում են մյուս երկրի մշակութային բոլոր կոթողներն ու եկեղեցիներն ու տաճարները։ Կա այսպիսի բան։ Խաղաղության ժամանակ Նիկոլ կա է, որ մոլորեցնում ես Ավանակի ականջում եք հնաց ընդդիմությունն էլ չի ասում, տո քարա պատերազմ բերած հրեշ, դու ես պատերազմից խոսում, գերիներին Բաքվի բանտում, չգիտեմ ինչ են անում, խոշտանգում են, դու ես դեռ ինչ որ մի բանից խոսում։ Շատ հետաքրքիր է, հիմա կերևա, լուրջ է մտել պայքարի մեջ Գագիկ Ծառուկյանը, Սամվել Կարապետյանը լուրջ է մտել, թե չէ։ Ես ճիշտ ասած ամենաբան մտածում եմ, որ որտեվ ես շատ լավ գիտեմ, թե ինչ արժեք է Արցախը Ռոբերտ Քոչարյանի համար, ես կասկած չունեմ, որ ինքը այս ամեն ինչում ինչքան ազնիվ մղումներով է եւ ինչ է, բայց շատ կարեւոր է ինչ են անելու։ Շատ կարեւոր է այդ օրը այդ թիմը ինչ է անելու։ Եվ մեկ էլ մի քիչ կասկած չունեմ հայեղափոխական դաշնակցությանը, որտեվ էլի ինչ որ ակցիաներ եթե անում է,
անում է հայ-աղափական դաշնակցությունը, մենք տեսել ենք մի քանի անգամ, Լավ, բայց դա շատ քիչ է, բավարար չի, հիմա 1-ից 4-ը կտեսնենք ինչ են անելու այս ուժերը։ Թաթոյան ինչ ես անելու։ Մի բան արա տեսնենք, ել չեմ ասում են մնացած իբր թե ուժեր են մտել են ընտրության, որ Նիկոլի համար ձայներ ապահովեն։ Օրինակ արձանագրենք, որ Ֆրանսիայի նախագահի ամիջական տարբեր որակումներ կարող են տալ միջնորդության, հորդորով, պահանջով, ստիպելով։ Նա դες տականքին նայեք, էլի, ասում եմ, մեկ աբիժնիկ ենք, որ թալանում էին այ կենթանի, այ ողորմելի, ավելի մեծ թալան կա, հայրենիքը տարելա հարստությունը ամբողջ միլիարդներով տվելա թշնամուն, այ անասուններ, ավելի մեծ թալան կա, փողոցից եկած բոմժերը բոլորը դարձել են միլիարդերներ, դուք շարունակում եք սոված ծառավ անատամ մանգալ, հավատալով թե եսի մում եք բերել ձեր գլխին դրե, հայրենիքն էլ տվել է, թուրքին էլ բերել է Երևան, հələ դուք դեռ հաչալու տեղ ունեք, խոսելու տեղ ունեք, այս կամից հետո հələ դեռ ինչ են գրում։ Դե այդպես էլ է լինում, Անժելա։ Դե այդպես էլ է լինում, դե դրա համար պիտի այս համարժեք պատասխան ստանան, լռեցնեն, որ որոշ մարդիկ էլ չկարողանան դեռ ասեն, պատերազմ բերած մարդը ասում է պատերազմ է։ Դու ես պատերազմ, դու ինքդ պատերազմ ես ոտքից գլուխ։ Ես ուզում եմ, որ իմ գնահատմամբ, որ ընդդիմությունը որքանով կգնահատի Մակրոնի 2022 թվականի հոկտեմբերի 6-ի Պրահայում արածը, որտեղ իրականում Արցախի հայաթափումը ուղղակիորեն այդ օրվա որոշումից է կախված եղել։ Ալիևը չէր անի որից է ռազմական գործողություն, քանի դեռ Արցախը Ադրբեջան չէր, որտեղ կար նաև 4 եռակող։ Միայն դրանից հետո Ալիևը գործողություն արեց ռազմական հիմնավորելով այդ թվում նաև միջազգային իրավունքով, որ դա հակահաբեկչական է, դա պատերազմ չի, ոչ էլ տարածքի ազատագրումը։ Իր տարածքը մաքրում է զինված խմբավորումներից։ Այդ երաշխիքն ու հնարավորությունը տրվեց 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում։ Հետաբար ես ասում եմ, որ մեր ընդդիմությունը ինչքանով է Մակրոնի այդ արարքը այստեղ Երևանում կեցված դրսևորել։ Դե հիմա Սամվել Կարապետյանի որդին ոնց որ թե նորմալ ֆրանսերեն գիտեր, շատ լավ կրի նորմալ ֆրանսերենով շարունակի, ասա։ Հիմա ասա, որ Մակրոն դու ինչի մեղավոր ես եղել։ Այո, ինչ ես արել, դու ասա։ Իսկ Թաթոյանը տիրապետումա չեն արա ֆրանսերենի, Թաթո, որի թարգման չի կարիք չլինի, մի հատ Թաթոյան, տեսնենք, ասենք դու տենց որ իբր թե մեկ-մեկ ես բանով խոսում, մի հատ ասա, տեսնենք բան չունես։ Հա? Անգլերենով թող ասի, Մակրոնն ու մյուսները փայլուն տիրապետում են։ Մի հատ հա դիմի ասա, որ դու պատճառ ես եղել, որ քո պատճառով է նաև, որ այսօր Արցախում տեղի ունեցել ցեղասպանություն եւ Սյունիքի Գեղարքունիքից Տավուշից տարածքները հանձնվել թշնամուն եւ ավելին։ Հիմա էլ դուրը բացում եք, որ հեսա եթե այս ազգակործանը մնա, մտնում են Երևան։ Բան չի մնաց, եթե մնում։ Դե մի հատ խոսեք հասկանանք, դա տարածում է նաև մյուսների վրա։ Տեսնենք կանեն թե չեն անի։ Որտեւ մենք այստեղ պարոն Նահապետյանի հետ հիշում եք գերիների հետ կապված էր, քանի անգամ դիմեցինք, մի անգամ այդպես էլի Արցախահայություններ անում եւ հայ-աղափական դաշնակցությունը մասամբ էլ հանրապետական մի երկու անգամ ակցիա արել հանրապետական կուսակցությունը։ Հիմա տեսնենք կանեն թե օրինակ Գագիկ Ծառուկյանը կմտնի դրա տակ, կանի թե չի անի։ Մի հատ գերիների համար մի բան կանի թե չի անի, տեսնենք։ Շատ մի քանի օր մնացեք, կազմակերպելու եք թե էլի ինչ որ պատճառաբանություններով կասեմ մենք ենք որոշ։ Դե դուք որոշելով մենք տեսնում ենք։ Ձեր որոշածը ինչ է։ Կլոր սեղան կանեն կամ պանելային քննարկում կանեն եւ դա տարածվում է բոլորի վրա, այնպես չի որ բան չի։ Հույս ունենանք, պարոն Նահապետյան, որ հույսով միջև այդ օրը ինչ որ մի բան կմտածեն եւ ինչ որ մի բան կանեն։ Բայց մենք նախնական զրույցում խոսում էինք պարոն Նահապետյանն հետ, դե պարոն Նահապետյանն ասեն, որ ինքը խորքային հավատացյալ մարդ է, շատ ճիշտ բան ասեց մենք բոլոր դեպքերում պիտի օգնենք այս մարդկանց։ Իհարկե, սխալը հասկանան, ապաշխարեն, մեղանչեն եւ այս վիճակից դուրս գան։ Մեծ հաշվով այդպես էլի ցանկացած քրիստոնյայի համար կարևորը մի անձի բերել Աստծուն այդ մեղքերից դուրս, դա մեծագույն գործ է անում, դա ցանկացածին է վերաբերվում։ Իդեպ չարին չարությամբ չեն պատասխանում։ Չես հաղթի, չարության բարի նպատակներով չես հաղթի։ Գործի կարիք լինի, հետաբար մենք ասում ենք, որ նույնիսկ այն մարդիկ, ովքեր որ սխալվում են, իդեպ եթե մեր վերաբերմունքը շատ չարացած լիներ, մենք 2018-ից հետո այս ավերները որ եղավ, որից մեկ էդի մեծ հաշվով չհարաբերվեինք, չշփվեինք եւ չասեինք, որ սխալ է եւ պետք է ուղղվել, որտեղ այն ժամանակ ցավոք սրտի
այլ է վիճակը։ Հիմա այս վիճակից ելնելով մենք կրկին հորդորում ենք մեր հայրենակիցներին, մեր երկրի քաղաքացիներին, օրվա իշխանություններին տարբեր պաշտոններ զբաղեցնող դարձի եկեք, հասկացեք, որ ձեր կյանքը այդ մի երկու կոպեկով մի տնով կամ մի բիզնեսով չի, դա ցանկացած ժամանակ կարող եք բոլորիս ողբերգությունն է դառնալու եւ հայրենիքը մենք ադրբեջանցիներին բերի, սա բոլորիս ցանկացած այլտեղ հյուր ենք, միակ տարածքը որտեղ տեր ենք, այստեղ ենք եւ այնպես անենք, որ իսկապես այս տարածքի տերը մենք լինենք։ Ցանկացածը թող հասկանա, անկախ զբաղեցած պաշտոնից, կարգավիճակից, ֆինանսական հնարավորություններից։ Գնացեք հարցրեք աշխարհի ցանկացած անկյունում ապրող մեծահարուստ կլինի, կայացած մարդ կլինի, ինչ կլինի, առանց հայրենիք ով է ինքը։ Նախ մեզ, չգիտեմ, հնարավորություն տալու են, որ մենք այստեղից փախչենք, գնանք, եթե ինքը ընտրվի, մնա։ Ես չգիտեմ, գուցե ռոմանտիզմի բանից է, պարոն Նահապետյան, ինձ մոտ 1-2 անգամ ցանկություն է եղել, անկեղծ ես իսկապես խոսեմ Անայի ու Նիկոլի հետ։ Հիմա կարող է շատերը ծիծաղեն։ Չէ, ինչու։ Ես չգիտեմ, գուցե, որտեղ մենք այն դժողքի եզրին ենք, որ մեզ այնպիսի աղետ է սպառնում, չգիտեմ, գուցե կան մարդիկ, գուցե արժե ցենց գնան եւ ինչ որ արել է, ասեն արել ես, գերի ես, պատանդ ես, ինչ որ է, չգիտեմ, ինչ որ մի որտեվ չկա, ինքն էլ չի ունենալու փրկություն։ Ով է իրան այդ դոռը տալ, եթե անգամ ինչ որ աշխարհի մի անկյունում մի հատ տեղ տան գնա, ես չգիտեմ, դա ինչ է կոչվելու։ Դա էլ դժվար է պատկերացնել, բայց եթե եւ ես իհարկե շարունակում եմ դեր հիանալ եւ զարմանալ Եզրաս Սրբազանի ես նոր եմ ծանոթացել եւ ուղղակի բոլորին խորհուրդ կտամ, որ անպայման մեր հայրենակիցներին աշխարհից որ անկյունում որ կլինեն անպայման գնան այդ հրաշակերտ այդ կոթողը ինչ որ ստեղծվել է Եզրաս Սրբազանի ջանքերով եւ մեր մեծ հայրենակիցների ջանքերով դա միայն այնտեղ եկեղեցի տաճար չի, այդտեղ այնպիսի մեծ ահռելի մեծ բան, այնպիսի հարստություն է, դպրոց, դպրատում, վարժարան, թանգարան, չգիտեմ ուղղակի մի հրաշալի բան, ինչ հարստություն է այնտեղ եւ ամեն ինչ արվում է, որ մենք հայ մնանք եւ չեմ ասում, որ 80 եկեղեցի է միայն իր օրոք կառուցվել, բայց իհարկե իմ հիացմունքը մեր տանը երաժիշտներ են եւ այս ես ուզում եի որ իրենք էլ լսեին, ես իհարկե զարմացած էի, շատ վատ էր որ ես նոր իմացա դրա մասին, Եզրաս Սրբազանը ինչպես է մեկնաբանում Նարեկացի։ Դուք էլ եք չէ, արդեն նոր եք ծանոթացել, թե վաղուց գիտեիք դրա մասին։ Վաղուց գիտեիք։ Հիմա ես ասեցի իրենց հանդիպելու մասին, բայց չգիտեմ, օրինակ այս փողոցից եկած այս թափթփուկները, որ այսպիսի հրեշավոր բաներ են գործում հայ ժողովրդի նկատմամբ, արցախցիների, արցախահայության, հայաստանցիների հայ ժողովրդի եւ պատրաստվում են, գուցե սա լսեն մի քիչ մաքրվեն կամ սթափվեն, չգիտեմ, կօգնի, պարոն Նահապետյան։ Կօգնի, անպայման կօգնի, վստահաբար։ Իր խորոց սրտի Աստծո խոսք է եւ Նարեկացի Եզրաս Սրբազանի բուժիչ իր աղոթքները, այո, նաեւ մարդկանց բուժում են։ Քանի որ սա վերջն է, մեզ լսողները թող լսեն, ես ուղղակի ժամանակի խնդիր ունեմ։ Կարող եմ։ Այո, մենք հիմա ես էլ եմ վերջում, այո։ Եղավ բարի։ Թող միացնեն ու Մեղա ես մեծի բարելարության անարգս մեղա Մեղա ծակումին ճարագայթներիդ խավարս մեղա Մեղա շնորհիդ երախտիկներին արդարև մեղա Մեղա երկնային գթարած սիրուտ հայտնապես մեղա Մեղա արարչի տանեությունից հավաստյալ մեղա Մեղա գերագույն գոքիդ գրգալիր անսահման մեղա Մեղա աննվազ լույսի թվայելման նեն գողս մեղա Մեղա քանջար կյանքի ճաշակման բազմիցս մեղա Մեղա քոնհաս շնորհադրման հանապաս մեղա Մեղա
պաշտելի արյան նարարչիտ, իսկապես մեղա։ Մեղա, որ այսպես մորացա բոլոր երախտիկներդ, վերստին մեղա։ Մեղա մարմնապես հոգիս եղծելով, հիմարս մեղա։ Մեղա, որ կյանքիդ դրուժան եղա, իսկ և իսկ մեղա։ Մեղա խոսքերը դարհամարելով, չարաչար մեղա։ Մեղա, որ հասիս աճապարելով, վատթարս մեղա։ Մեղա, ինքս ինձ անկենթան մահվան դատապարտելով, ձախելիս մեղա։ Մեղա, հեստաբար բարձրությանդ հանդեպ, անամոթելով, տաղտկալիս մեղա։ Եթե մահախեղտ ու եծետագին այս ցավերիս մեջ մարդասիրություն հասցնեց ինձ Տեր Հիսուս Քրիստոս, վրասի կատարածելով խոսքն այն, թե ամենամեծ մեղքն իսկ ամոքում դադարեցնում է բժշկությունը, ապա ես այնժամ քո ամենարատ քաղցրությամբ ամուր պատվաստվելով քեզ, հոգով վերստին ձևավորված քո լույս կերպարանքով, նորից գտնված կգոտեպնդվեմ, քավված լիովին ու փրկագործված կվերստեղծվեմ կրկին անարատ ու անմահ կյանքով և քեզ Սուրբ Հոգով բարձյալ հորդ հետ փառք հավիտենից հավիտյանս ամեն։ Ես գիշերային այս լռության մեջ նշանը դուրտնյալ ձեռքիս մատներով քեզ եմ կարկարում, ով ամենատես, որ անգիտության խավարով երբեք չես աղոթում, այլ բևեռվում ես ու հանգչում ես միշտ անմատույց լույսի ջինջ ոլորտներում, գոհաբանության աղաչում եմ քեզ, ար վշտահարիս հզոր թևերի պաշտպանության տակ, փրկիր ներխուժող դուրնամբող պղտոր այս ցնորքների